Եվ նաև խոսեցիք հնչեղություն ունեցող գործերից, ես կուզեմ ամենահնչեղ գործի մասին, դուք այստեղ հստակ պատասխան տաք, ուղիղ 1 տարի առաջ, 2024 թվականին, երբ որ Սամվել Վարդանյան անունով երիտասարդը, Հակոբ Ասլանյան անունով քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին падգամավորին վիրավորեց ավտոբուսի մեջ, դրանից հետո անմիջապես վարույթ նախաձեռնվեց, անմիջապես Սամվել Վարդանյանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, ընդհանուր մինչև կալանք, հետո տնային կալանք, բայց ամենազազրելի արարքը մնացել է մինչև հիմա չբացահայտված։ Այն է, երբ որ Սամվել Վարդանյանին քննչական մարմնից տեղափոխում էին դեպի ԶՊՎ, ոստիկանության հսկողության ներքո, ոստիկանության ամբողջությամբ վերահսկողության ներքո, դիմակավորված բանդիտներ հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին, բռնության ենթարկեցին, նվաստացրեցին երիտասարդի արժանապատվությունը, թքեցին նրա վրա, հայհոյեցին, ես այս ամեն ինչը նկարագրում եմ, որ դուք այդ հանցանքի զազրելիությունը պատկերացնեք, թեպետ վստահ եմ, որ գիտեք, բայց այնուամենայնիվ այդ հանցանքը բացահայտված չի։ Ոստիկանությանը հարցնում ենք, ասում են, դե մենք ծառայողական քննությունը դադարեցրել ենք, քանի որ քննություն ա գնում, նախաքննությունը կա, նախաքննությունը թող պարզի, նախաքննությունը մի տարի քննում է, ի՞նչն եք քննում, որ չեք բացահայտում Սամվել Վարդանյանի գործով, այսինքն այդ ի՞նչն է անհասկանալի, չգիտեք ուր են տարել, տեղանքը ինքը բացատրել է մեզ, ես իրեն հանդիպել եմ ԶՊՎ-ում, ինքը ինձ մանրամասը բացատրել է, եթե անհրաժեշտություն լինի, կարող եմ գալ, ես էլ այդ տեղանքը ցույց տալ, որտեղից որտեղ ա եղել ու ով կարող էր հայտնվել հանկարծ այդ պահին այդտեղ։ Եվ նաև կուզենամ բանակի հետ կապված, բանակում մահվան դեպքերի մասով ձեզ հարցնել։ 2023 թվականին 33 դեպք է եղել, ես ուզում եմ ուշադրություն դարձնել հիվանդությանը, 5 մարդ մահացել է հիվանդությունից, քանի որ ամեն մի առանձին դեպքով հարուցվում է քրեական վարույթ, ես խնդրում եմ ինձ պարզաբանեք, 2023 թվականին մահացած 5 անձիկ ինչ հիվանդություն են ունեցել, ինչու են այդ դեպքում նրանց զորակոչել բանակ, թե այդ հիվանդությունը առաջացել է բանակում լինելու ընթացքում, այդ 2 տարիների ընթացքում, որ այդքան անհամատեղելի է եղել կյանքի հետ։ Ու դուք նշեցիք արդեն 2024-ի տվյալները, որ 40 մահ է եղել եւ 7 անձ է 40-ից մահացել հիվանդության հիմքով։ Այսինքն ինչ է պատահել այդ զինվորներին, երիտասարդ տղաներ, որ գնում են բանակ, հետո մահանում են բանակում։ Լավ, արձագանքի ժամանակ էլ մեկ հարցի հնարավորությունից կօգտվեմ, շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Շատ լավ։ Տիկին Թովմասյան, շնորհակալ։ Եվ վերջի հարցի հետ կապված, նախավերջի։ Սամվել Վարդանյանի հետ կապված դեպքով դուք ես չեմ ուզում խախտեմ քրեական վարույթով ըստ էության նախաքննական գաղտնիքը եւ այստեղ հրապարակային ձևով քննարկում ունենամ գործի առանձին հանգամանքների հետ կապված, միայն կնշեմ մի հանգամանք, դուք տեղյակ եք, որ գործը երկու գործից էր բաղկացած, մի մաս անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ դատարանա գնացել, իսկ մյուս վարույթով կատարում է նախաքննություն, բազմաթիվ քննչական եւ վարույթային գործողություններ են կատարվել, ստուգվել են տարբեր վարկածներ, այս առումով ես չեմ ցանկանա Տիկին Թովմասյան կանխորոշեմ քրեական վարույթի ելքը եւ որոշակի դիտարկումներ կատարեմ, որովհետեւ դուք տեղյակ եք, որ քննիչը ինքնուրույն է իր գործողությունների մեջ, քննիչն ինքն է ուղղություն տալի քննությանը եւ ես որպես կոմիտեի ղեկավար, նույնիսկ ես այս փուլում իրավունք չունեմ, որպեսզի քննիչի դատավարական ինքնուրույնությունը խախտեմ, ժամկետների հետ կապված Տիկին Թովմասյան յուրաքանչյուր քրեական վարույթ իր բնույթով առանձնահատուկ է եւ հետեւաբար եթե այդ վարույթով պահանջում է որպեսզի քննիչը համակողմանի եւ ամբողջական քննություն կատարի բնականաբար ժամկետային սահմանափակումներով պետք է քննիչը կաշկանդված չլինի ժամկետային սահմանափակումով կաշկանդված է լինում այն պայմաններում նոր օրենքի պայմաններում երբ որ արդեն համապատասխան անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցված այստեղ արդեն գործում է ժամկետը իսկ այս առումով ընդհանրապես նախաքննություն է կատարում ես գործի հետ կապված կներեք այլ մանրամասներ հայտնել չեմ կարող։ Տիկին Թովմասյան, ես նաև հիվանդության հետ կապված դեպքերի մենք իհարկե ես չեմ ուզենամ, որպեսզի մենք առաջ անցնելով սենց կտրուկ եւ կոնկրետ դիտարկումներ կատարենք, թե օրինակ այ հաստատված համարենք այն փաստը, թե օրինակ այ ինչի է հիվանդ մարդը զորակոչում բանակ։ Մենք արձանագրել ենք հիվանդության հետ կապված դեպքերը, բայց դրանց հետ կապված նաև
ըստ էության մենք նշանակում ենք համապատասխան հանձնաժողովային փորձաքննություններ, հիվանդության բնույթի, պատճառների, հայտնաբերման, չհայտնաբերման, ավելի վաղ փուլերում հայտնաբերման եւ այս առումով նեղ բնակավարի մասնագիտական գիտելիքներ են պահանջում, այս առումով եթե պարզվում է, որ օրինակ, չգիտեմ, այդ ախտորոշումը հիվանդության հետ կապված կարող է եւ հնարավոր էր հայտնաբերվել ավելի վաղ փուլում, մենք բնականաբար արդեն ըստ այդմ մեր դատավարական գործողությունները կպլանավորենք եւ բնականաբար ըստ էության մենք որոշակի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ կներկայացնենք։ Այսինքն մենք այնպես չի, որ իմ ներկայացած թվի մեջ ես հստակ արձանագրել եմ, որ բոլոր այդ դեպքերը պայմանավորված են մինչև զորակոչվելը անձի։ Այսինքն այս տարանջատում մենք չունենք, եթե ձեզ հետաքրքրում է Տիկին Թովմասյան, այս առումով տարանջատման հետ կապված, դուք կարող եք հասկանալի է։ Ամենայն հարգանքով Տիկին Թովմասյան, պարոն Պողոսյան, գիտեք հիվանդության ձեռքբերման փաստը այլ երևույթ է, քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված գործողությունն այլ երևույթ է։ Քննչական կոմիտեի համար դեպքը հիմք է քրեական վարույթ հարուցելու համար։ Դրան նախորդող գործընթացը պետք է այլ պատկան մարմիններն ուղղել։ Չնայած հարցի իրավաչափությունը ընդունում են, պարզապես հասկանանք էլի, ի վերջո մեր բոլորիս դերակատարությունը եւ հասկանանք ինչ հարցում ուղղել։ Ինչ վերաբերում է, ես կարձագանքեք, ինչ վերաբերում է պատգամավորի գործունեությանը, պարոն Պողոսյան, հետեւյալ խնդիր է առաջանում, բարբերաբար տեսեք։ Պատգամավորը նաեւ շատ դեպքերում պատվիրակությունների մեջ է ներառված լինում եւ ամեն անգամ քննչական մարմիններից ստանում է համաձայնություն կամ համաձայնություն չի լինում, որպեսզի այսպես կոչված սեկտը բացեն եւ նա լքի։ Դուք ճիշտ եք ասում, չբացակայելու վերաբերյալ, հա, այդ խափման միջոցը ամենամեղն է, բայց օրինակ այս գործունեության շրջանում ձևավորվում է այսպիսի խոչընդոտ, որ անընդհատ պետք է անձնիմի եւ անընդհատ ստանա թույլտվություն։ Սա ինչ որ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է պետք դնել, խնդրում եմ արձագանքեք հարգելի գործընկերներ, ես իհարկե եւս հայտնի եմ որպես երկար ելույթներ ունեցողանց, բայց չեմ սահմանափակում ռեգլամենտը չեմ մտցնում, բայց հնարավորինս ողջամտության ժամկետներում էլի ձևակերպեք ձեր հարցերը, խնդրեմ։ Շնորհակալություն, լավ էր, որ դուք արձագանքեցիք, ավելի կարճ արձագանքի հնարավորություն ունեցա ուրեմն, ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը չպիտի դուժի որևէ քրեական գործով։ Իմ ասածը դա էր, որովհետև քանի անմեղության կանխավարկած ունենք եւ քանի հանցանքը չի հաստատվել, մարդը պատգամավոր է եւ իր գործունեությունը եւ իր ընտրողների առաջ ունեցած այդ մանդատը ինքը պիտի իրացնի եւ կարողանա իրացնել 100%-ով։ Ու որևէ տեսակի հարուցված քրեական գործ, առավելևս մեր գերքաղաքականացված եւ պատվիրված քրեական գործերը վերին աստիճանի ճշմարտություն չեն ու քննիչի գործողություններն էլ վերին աստիճանի ճշմարտություն չեն, որ ինքը որոշի որևէ պատգամավորի տեղաշարժը տենց հավես ունի, այդ օրը կբացի սեկտը, հավես չունի, չի բացի։ Ես ձեզ ընդհատեմ, տեսեք, ես հատարեցի, բայց հիմա պետք է ընդհատեմ, ինչ այդպես չէ։ Ամեն ինչ կախված է մեղսագրվող արարքից, անձի կարգավիճակից եւ քննչական իրավապահ մարմինների դիրքորոշումից, բայց նաեւ մտահոգությունը ձեր մենք էլ կիսեցինք, բայց պետք չէ էլի որակումներ տալ, որ Դե չէ, ես ընդդիմադիր գործիչ եմ, որակում իրավունքը իմն է, պարոն Վարդանյան։ Եվ անդրադառնալով ասացիք, որ քննիչի գործերին չեք խառնվում եւ